Բայց մի տեսակ երկակի ստանդարտների հոտ է գալիս, որովհետև պարոն Աջապահյանը, Շիրակի թեմի առաջնորդը հարցազրույցում նկարագրում է մի տեսարան, երբ որ նախկին նախագահներին կոչ է արել կամ հորդորել է հեղաշրջման ճանապարհով գնալ։ Ուրեմն Աջապահյանն էլ է պետք քրեական հետապնդման ենթարկել։ Ես կոչ եմ անում մեր հատախազությանը ուսումնասիրել այդ բանը, հայտարարությունը եւ իրավական գնահատական տալ, որպեսզի երկակի ստանդարտների տպավորություն չթողնի։ Լուրջ ինչու՞ չեք վերաբերվում։ Շատ լուրջ ենք վերաբերվում ամեն ինչ։ Ես ինքս քաղաքական առումով շատ լուրջ եմ վերաբերվում, բայց ես քրեական գործ հարուցելու լիազորություններ չունեմ, բայց նորից եմ կրկնում, հրապարակային ասում եմ, եթե որևէ մեկը նման բան է ասել, անկախ նրանից թե ինչ շոր է ինքը հակած կամ ինչ շենքում է դա նստած, պետք է ենթարկվի օրենքի ուժով պատասխանատվության։ Այն պարագայում ուղիղ ասվում է, որ այդպիսի առաջարկ եմ արել, այս պարագայում մարդը հաշտության կոչ է արել եւ չեմ լսել թե ով ինչ է ասել, նկատի ունեմ Աջապահյանը, բայց եթե որևէ մեկը իշխանությունը բռնի տապալելու կոչ է արել, նա պետք է պատասխանատվության ենթարկվի, անկախ նրանից նա ինչ շոր է հագնում։